Իսկ եթե այսօր լիներ այդ որոշումը, այսօր էլ կուզենայիք, որ ձեր երեխաները կամ ձեր թոռները այստեղ մեծանան։ Ամենացավալին այն է, որ ապագան իմ համար բարձ չէ, ուր ենք գնում։ Եթե դուք ինձ հարցնեք 20 տարի հետո Հայաստանը ինչ պիտի լինի, չգիտեմ։ Եթե 10 տարի առաջ հարցնեիք, այսօր Հայաստանը այսպես պիտի լինի, ես կասեի չէ, դա հնարավոր բան չէ։ Միշտ խոսում ենք այ երեխաների, տարեցների մասին, ովքեր ստանում են այդ աջակցությունը, բայց չենք խոսում ձեր մասին։ Դուք ինչ եք ստանում։ Երբ որ ես աղոթում եմ Աստծուն, ես միշտ ասում եմ Աստված դու ինձ տուր, որ ես կարողանամ տամ ուրիշներին, որտեղ ես գիտեմ, թե այդ ինչ հաճույք է այդ տալը, բաժանելը։ Ինչպես է դա ձեզ հաջողվել, այդ որ այդ թելը չի կտրվել երբևէ։ Ես երբեք ոչ մեկին չեմ ասել, կարող եք դրամական օգնություն ցուցաբերել Օրանին։ Մարդիկ իրենք են անում եւ ինչն է գաղտնիքը, ես դա կասեմ։ Իսկ եղել է ձեզ մոտ ափսոսանք, որ 2018-ին միացաք այդ շարժման ու այն մեծ փոփոխությանը։ Հավատում էինք այս ամեն ինչին եւ ես չեմ կարծում, որ այդ ժամանակ կոնե այսպիսի ծրագրեր կային։ Կարող եք այն ես չգիտեմ, բայց հաստատ չենք տեսնում, որ այսօր այստեղ կլինենք։ Շատ լավ գործ եք անում, Ալինա, եւ իսկապես պետք է։ Նրանք Հայաստան եկան երկրաշարժից անմիջապես հետո եւ չնայած քաղաքական տարբեր զարգացումներին, այս զույգը որոշեց իր կյանքը կապել Հայաստանի հետ ու մինչ օրս սկզբունքային է այս հարցում։ Նրանք ազգային ողբերգության կողքով չանցան ու չվերադարձան իրենց կոմֆորտ կյանքին, այլ որոշեցին մնալ ու այստեղ հիմնեցին Օրան բարեգործական հիմնադրամը, որպեսզի օգնեն առավել խոցելի շերտերին, ծերերին եւ երեխաներին, եւ դա անում են մինչ օրս։ Ինչպիսի ծրագրեր ունի այսօր Հովհաննիսյան ընտանիքը, ինչպես են նրանք վերապրել վերջին տարիների կորուստներն ու փորձությունները եւ ինչպիսին են նրանք տեսնում Հայաստանի ապագան։ Այս հարցերի շուրջ զրուցելու եմ Արմինե Հովհաննիսյանի հետ։ Քանի որ ամանորի նախաշեմին ենք, ինչպիսի ավանդույթներ կա, որ ձեր ընտանիքը պահում է։ Ասեմ, որ մեր ընտանիքը բախտավոր է այն առումով, որ մենք կրում ենք երկու մշակույթների մեր մեջ եւ տոնում ենք ամերիկյան սուրբ ծնունդը եւ տոնում ենք հայկական սուրբ ծնունդը։ Եվ երկու մշակույթներից էլ վերցրել ենք այն ավանդույթները, որ ընդհանրապես մարդիկ օգտագործում են։ Ինչպես որ բոլոր տներում զարդարանքները, տոնածառ անպայման պետք է լինի, բուխարիկը պետք է վառված լինի, պետք է լինի համը ուտեսներ, նվերներ, գուլպաների մեջ պետք է երեխաները գտնեն, այդ ամեն ինչի ինչ որ ձևով փոփոխված անշուշտ, ավելի մոդեռնացված պահպանում ենք եւ շատ սիրում ենք այս տոնը, սիրում ենք, որտեղ իսկապես ընտանեկան տոն է, հավատքի տոն է։ Եվ քանի որ ընտանեկան ու հենց Գերդաստանի տոն է մի տեսակ, ձեր երեխաներն էլ այսօր որքանով տեղյակ են աշխարհասփյուռ են նորից, հաջողվում է գոնե տարվա մեջ այսօրը հավաքվել մի հարկի տակ։ Տարիներ է լինում բոլորս ենք հավաքվում, անցյալ տարի բոլորը այստեղ էին, այս տարի մի մասը այստեղ կլինեն, մի մասը այստեղ չեն լինի, տարբեր երկրներում կտոնեն, բայց ինչ լավ է, որ հիմա կարողանում ենք Zoom-ով, նկարներով, վիդեոներով կիսվել միմյանց հետ, թորնիկները շատ անում են, այս տարի արդեն մեր երրորդ թորնիկն է ծնվել, Անի Վարդիտերը եւ Անի Վարդիտերը կմիանա մեզ նաեւ այս տոների ուրախության ժամանակ։ Ինչ գեղեցիկ է Անի Վարդիտեր, որովհետեւ նույնիսկ երբ երկու անուն են դնում, անպայման մի անունը ինչ որ միջազգային այլ լեզվով են դնում եք անունը, դուք երկուսն էլ հայկական եք դրել, շատ գեղեցիկ։ Դե Անին զուտ հայկական որպես, իսկ Վարդիտերը Ռաֆիի մայրիկի անունն է, ուրեմն Անիի մեծ մայրիկի անունը կգրի Անի։ Մեր նկարահանումները Ռաֆի եւ Արմինե Հովհաննիսյանների տանը տարեմուտից առաջ է։ Այս լուսավոր սենյակը շնչում է ոչ միայն ամանորի զարդարանքով, այլ Հովհաննիսյանների պատմության տարբեր սերունդների ամենաթանկ ու հիշարժանակ ընթացքներով, որոնք ակամա հաղորդակից են դարձնում այս հարուստ պատմությամբ ընտանիքի առօրյային՝ լուսանկարներ, հիշողություններ, ալբոմներ։ Յուրաքանչյուր էջ մագաղաթի վրա մեր ցանկություններն է։ Դες էսի հայրիկն է գրել, Ռիչարդը։ Կարդաք մի կտոր ձեր գրածն է։
Սիրելի Կարին, ամենևին էլ պատահական չէր, որ քո առաջին խոսքը լույս էր։ Այդ օրվանից լույսը սիրո, լույսը արդարության, լույսը գիտության եւ ազատության պարուրեցին քեզ։ Այսօր արդեն լույսը տարածում ես քո գրչով, թափանցելով մարդկանց խոր հոգիները։ Հավատում եմ, որ այդ խոսքը կանխորոշված էր եւ այն պիտի գար փաստելու, որ դու արժանի ժառանգորդն ես քո պապերի։ Արմինե, ես ձեր Հայաստան գալը փաստորեն կապել էի պարոն Ռաֆի Հովհաննիսյանի նշանակման հետ առաջին արտաքին գործերի նախարարի պաշտոնում, բայց մենք զրուցեցինք եւ ես հասկացա դուք ավելի վաղ եք եկել երկրաշարժի ժամանակ։ Եկեք այդտեղից սկսենք, ինչպես տեղի ունեցավ։ Ես ու Ռաֆին առաջին անգամ իր ընկերների եւ եղբոր հետ եկել ենք 85 թվականին մեր Մեղրամսին։ Պատկերացնում եք տղաների հետ ընկերների հետ Մեղրամսին։ Բայց եկել ենք արդեն Ռաֆին եւ Մայրիկը եկան Հայաստան անմիջապես երկրաշարժից մի քանի օր հետո, որտեղ Գրիգորյան այն ժամանակ իր օթանավով օգնություն էր ուղարկում այստեղ եւ Ռաֆի Մայրիկը, որ բժշկուհի էր, Վարդիթեր Հովհաննեսյանը, եւ Ռաֆին եկան նաեւ այդ օգնությունը բաշխելու, օգնելու եւ այդ օրվանից իսկապես սկսեց մեր կյանքը Հայաստանում, հետո բացվեց հայկական համագումարի գրասենյակը, Ռաֆին դարձավ դրա տնօրենը ինչ որ ժամանակ, այդ ժամանակ նաեւ շարժումն էր անկախության եւ մենք ապրում էինք այստեղ Արդեն որոշել էիք, որ այստեղ կապրեք մշտական, թե չէ։ Ճիշտ ասած, այդ ժամանակ Կոնե ես ոչ, եթե ինձ հարցնեիր, ես մտածում եմ, ամեն ինչը ժամանակավոր է, երկրաշարժն է, մենք կօգնենք, Ռաֆին կաշխատի ու մենք ետ կվերադառնանք, որովհետև երկուսս էլ իրավաբան էինք եւ շատ լավ աշխատանք ունեինք Միացյալ Նահանգներում։ Երեխաները փոքր էին, Գոնե ինձ համար սա մի տեսակ հեքիաթային, այսպես արկածախնդրություն էր, բայց շատ լավ հիշում եմ մի օր, երբ որ մի ընկերոջ հետ էի խոսում եւ ասեցի, դե երբ որ մենք վերադառնանք Միացյալ Նահանգներ ու ինքը ինձ նայեց ասեց, դու իսկապես կարծում ես, որ դուք կվերադառնաք Միացյալ Նահանգներ, ու դա իմ համար այսպես մի վարքյաններ եղավ, որ այդպես հնարավորություն էլ կա, որ չվերադառնանք եւ Գիտեք, ինչքան որ մնացինք, այդքան սիրեցինք Հայաստանը, այդքան կապվեցինք, շարժմանը մասնակցեցինք, անկախության։ Այո, միտինգներին գնացել եք։ Բոլոր միտինգներին գնում էի եւ այս պատմությունը պատմել եմ նաեւ ուրիշներին, որ երեխաները փոքր էին, Կարինը 4 տարեկան եւ պաղպաղակ էի գնում եւ ինքը ուտելով գնում էր օպերայում եւ յուրաքանչյուր մարդ ինձ կանգնացնում էր։ Ինչու ես երեխային պաղպաղակ տալի, հիմա կմրսի, հիմա ցուրտ է, համով տեսակը չի կաման, ու երբ որ ես ծնվել էի, մեծացել էի Միացյալ Նահանգներում եւ այնտեղ էի դաստիարակվել, իմ համար շատ զարմանալի բան էր դա, իմ մտքիս մեջ, բայց քո ինչ գործ ես իմ երեխային ինչ եմ կերակրում որ ժամին, բայց հետո հասկացա դրա անուշությունը, գեղեցկությունը, որ հոգատարությունը, որ սա մի մեծ ընտանիք է, այլ շուտ պիտի ամենքս մույսի գործերին խառնվենք, հենց այդպես է լինում, սա Հայաստանն է։ Այո։ Եվ այդ ամիսների ապրելով, ժողովրդի հետ շփվելով նոր հայտնաբերեցի Հայաստանը եւ ես Ռաֆին միշտ է կապված եղել, Ռաֆին երբեք հարցական չկար իմ մտքի մեջ։ Իմ համար կար, այո, իմ ծնողները շատ մեծ դժվարությամբ 45 թվականին Բեյրութից գաղթել էին Հայաստան, շատ դժվար տարիներ էին ունեցել, մենք 3 քույրիկ ծնվել էինք այստեղ եւ իմ հայրիկը տարիներով չարչարվել էր, որ մեզ դուրս հանի արտասահման տանի, որտեղ սովետական կարգերին չեր ընդունել։ Ուրեմն, այո, ես 10-11 տարեկան էի, երբ որ Հայաստանը թողել էի եւ իմ հուշերի մեջ այդ մանկական քաղցր Հայաստանն էր, բայց այդ տարիքի երեխան չի շփվում կյանքի իրականության հետ։ Եվ բոլորովին այլ Հայաստան դուք վերադարձաք։ Այո, եւ ես մեծացել էի շատ կոմֆորտի մեջ Միացյալ Նահանգներ, մենք ամենաբարձր համալսարաններն էինք ավարտել, ես Ռաֆին ամենաբարձր աշխատավարձն էինք վճարվում որպես իրավաբաններ,
ռաֆիցնողները իրենց տունն էին տվել մեզ։ Ուզում եմ ասեմ, մենք շատ հանգիստ պայմաններում պայմաններում ենք։ Իդեալական գնում էր։ Եվ երբեք մտքով չէր անցնում, որ կարող է այսպիսի շրջադարձ լինել։ Եվ ձեր հարցազրույցներից մեկում ասում եք, որ ձեր ընտրությունն էր, որ ձեր երեխաները մեծացան այս դժվարին պայմաններում, որովհետև նաև ցանկանում էիք, որ այն արժեհամակարգը ունենան, որը կարելի է այստեղ ապրելով ձեռք բերել։ Միայն այստեղ ապրելով։ Ուզում եմ հասկանալ, ինչ արժեքների մասին էր խոսքը այդ ժամանակվա Հայաստանում, որ օրինակ չկար նահանգներում։ Գիտեք, նահանգներում առաջինը հայապահպանումը շատ դժվար գործ է։ Գիտեք, այս վերջին տարիներին ավելի հեշտացավ, որտեղ շատ հայեր ներգաղթեցին եւ Բեյրութից, եւ Հայաստանից, եւ Պարսկաստանից, բայց այն տեղերը, որ մենք ենք ապրում, այն թաղերը, այնտեղ հայեր չկան, դպրոցներում հայեր չկան։ Մեր երեխաները գնում են ամերիկյան դպրոցներ էին գնում, իրենք անգլերեն էին խոսում, իրենց ընկերները ամերիկացին։ Առաջինը ունեինք հայապահպանման խնդիրը, բայց երկրորդը գիտեք, երբ որ ամեն ինչ լի է լինում, այդ նյութականը այնքան կարևոր է դառնում մարդկանց կյանքի մեջ, կորցնում են այն իսկական արժեքները կյանքի, ազնվությունը, բարիությունը, կարեկցանքը, ուրախությունը, փոքրիկ բաներից։ Հիմա տես մենք ամանոր ենք նշում եւ բոլորս հիշում ենք, չէ՞, մեր հայաստանյան մանկությունը, որ կարող ենք մի մանդարին տեսնել եւ ուրախանալ, մի փոքրիկ նվեր ստանալ, ձմեռ պապուց ու ուրախանալ։ Իսկ տեսեք, ինչքան որ նյութականը շատանում է, բարելավում է, այդքան ուրախությունն է քչանում։ Եվ ուզում ենք մեր երեխաները, մենք ուզում ենք իրենք լավ մարդ մեծանան, ճիշտ արժեքներ ունենան։ Ձեզ չեն մեղադրել ձեր երեխաները ասեն, այ որ գնայք, այնտեղը ուրիշ ձև կլիներ, ավելի լավ կդասավորվեր մեր կյանքը։ Չեն մեղադրել, ես կարծում եմ իրենք հասկանում են, որ իրենք ավելի լավ մարդիկ են, եւ մենք այնպես ենք հնարավորություն ստեղծել իրենց համար, որ իրենք երկու աշխարհում շատ հանգիստ են զգում։ Իրենք իրենց լիարժեք են զգում, եւ որ իրենք Միացյալ Նահանգներում են, իրենք զգում են լիարժեք Միացյալ Նահանգների քաղաքացի եւ իրենց անգլերեն անշուշտ փայլուն է եւ իրենց կրթությունը այնտեղ է եւ իրենք կարող են ասել, որ իրենք 3 սերունդ ամերիկացին են, որովհետեւ նույնիսկ իրենց պապիկն է Միացյալ Նահանգներում ծնվել, բայց միևնույն ժամանակ, երբ որ Հայաստանում են, շատ են սիրում Հայաստանը եւ շատ հանգիստ են զգում իրենց այստեղ։ Նաեւ այստեղ է քաղաքացի են։ Իսկ եթե այսօր լիներ այդ որոշումը, այսօր էլ կուզենայիք, որ ձեր երեխաները կամ ձեր թոռները այստեղ մեծանան։ Գիտեք, ես տարիքի ընթացքով այնքան եմ փոխվել իմ մտածելակերպը եւ այս օրերին այս դժվարությունները, որ նայում եմ եւ ամենացավալին այն է, որ ապագան իմ համար բարձ չէ, ուր ենք գնում։ Գիտեք, այդ տարիներին ամեն ինչ նոր էինք սկսում, բայց մենք տեսլական ունեինք, մենք գիտենք ազգովի ուր ենք գնում եւ գիտենք, որ միայն կարող է լավ լինել, վատ չէր կարող լինել, մենք ամեն օր էինք այդ լավը տեսնում։ Այո, ջուրը քիչ էր լինում, լույսը չկար, հացի հերթերն էին, թանկություն էր, ոչինչ շատ չկար, բայց գիտեինք անուն, ինչի ենք։ Այո, գիտեինք ճանապարհը, որ քայլում ենք։ Այսօր ես այդ ճանապարհը իմ համար մշուշոտվել է։ Ես իսկապես չեմ հասկանում ուր ենք գնում։ Եթե դուք ինձ հարցնեք 20 տարի հետո Հայաստանը ինչ պիտի լինի, չգիտեմ։ Եթե 10 տարի առաջ հարցնեիք, այսօր Հայաստանը այսպես պիտի լինի, ես կասեի, չէ, դա հնարավոր բան չէ։ Բայց այնքան բան է փոխվում եւ այնքան արագ սրընթաց, որ ես կորցնում եմ։ Իսկ ուզում եմ ձեր հարցին պատասխանեմ։ Մենք միշտ մեր երեխաներին տվել ենք ազատություն, մենք այնպես ենք դաստիարակել եւ այնպիսի կրթություն ենք տվել իրենց երկու աշխարհում, որ վերջնական որոշումը իրենք ընդունեն, թե ուր կուզեն ապրեն։ Այսօր անշուշտ իմ մեծ տղան, իր կինը Լարիսան եւ երկու երեխաները, թոռնիկները այստեղ են ապրում, մյուս երեխաները դրսում են ապրում, շատ գալիս են այստեղ, որոշումը իրենցն է արդեն։ Մեր պարտքը որպես ծնող դաստիարակել իրենց, որ հանգիստ զգան աշխարհով մեկ ուր որոշեն, բայց անշուշտ իրենց այրոնի մեջ եւ գեների մեջ հայն է, Հայաստանն է եւ ուր էլ որ գնան իրենց փոքրիկ Հայաստանն են ստեղծում։
Հիմա այս պահին մենակ մեծ տղան է Հայաստանում, Այո, ձեր։ այո։ Մյուս 4-ը սովորում են, ապրում են, տարբեր տեղերում են։ կթվարկե կանոններ, այնքան գեղեցիկ կանանչում իրենց Ունեմ անունները։ Տարոնը, որ ապրում է Պորտո Ռիկոյում, Վանը, որ ապրում է Մայամի, Ֆլորիդայում, Շուշին ապրում է Լոնդոնում, իսկ Արմենը ապրում է Բոստոնում։ Ամեն մեկը տարբեր տեղերում է։ Տարբեր տեղերում են դրի։ Մենք դեռ կանդրադառնանք այս հարցին Հայաստանի ապագային եւ ձեր առաջարկելիք դեղատոմսին, թե ինչպես ապրեն մյուսները, ովքեր գուցե ավելի քիչ են տեսնում, քիչ են շփվում, բայց ելի նույն մոլորության մեջ են։ Եվ կխնդրեմ այս հատվածում օրանի մասին խոսենք, ձեր հիմնական գործունեության մասին։ Եվ մենք միշտ խոսում ենք այ երեխաների, տարեցների մասին, ովքեր ստանում են այդ աջակցությունը, բայց չենք խոսում ձեր մասին։ Դուք ինչ եք ստանում։ Դա ինչ է ձեզ համար։ Շատ ավելի եմ ստանում, քան տալիս եմ, շատ ավելի։ Ինչպես ասեցիր, երբ որ տալիս ես, դու խիղճդ է հանդես լինում, դու ավելի լավ մարդ ես զգում, եւ ներքին ուրախություն եմ զգում, ներքին հարստություն եմ զգում, հանգստություն եմ զգում։ Եվ գիտեք, երբ որ ես աղոթում եմ Աստծուն, ես միշտ ասում եմ Աստված դու ինձ տուր, որ ես կարողանամ տամ ուրիշներին, որտեղ ես գիտեմ, թե այդ ինչ հաճույք է, այդ տալը, բաժանելը։ Նորից ես շատ լավ եմ հասկանում, գիտեք, որտեղ մարդիկ կան հիմա կնայեն, կասեն, օ, ձեր համար հեշտ է խոսելը։ Ես հասկանում եմ, որ ինձ համար հեշտ է խոսելը։ Ես հասկանում եմ, որտեղ Աստված իսկապես օրհնել է եւ ինձ տվել է այդ ուժը, այդ ցանկությունը եւ այդ միջոցները, որ կարողանամ օգնեմ։ Եվ ոչ թե միայն միջոցներն է տվել, այլ տվել է մի շրջապատ մարդկանց, լինեն դրանք ընտանիքի անդամներ, լինեն ընկերներ, որոնք հավատում են այդ միսիան, որ ես եմ կատարում եւ ինձ օգնում են, որտեղ առանց իրենց ես չեմ կարող։ Իսկ քո հետ եթե թույլ կտաս մի փոքր անհամաձայնվեմ, ոչ թե անհամաձայնվեմ, ավելացնեմ, շատ մարդիկ ասում են բարեգործություն մշակույթը նոր է սկսում Հայաստանում։ Գիտեք, այդքան էլ այդպես չի, որովհետև հայերս բոլորս շատ առատաձեռն ենք, օգնող ենք եւ միշտ ենք արել։ Ուղղակի մենք արել ենք մեր ընտանիքի անդամներին, մենք արել ենք մեր հարևանին, մեր դասընկերոջն ենք օգնել։ Դա այսպես ֆորմալ ձևակերպում չի ստացել բարեգործություն, բայց մենք յուրաքանչյուրս մեր ծնված օրից մեր ընտանիքներում տեսել ենք, գիտեմ հաստատ քո ընտանիքում, որ քո մայրիկդ, որ մի համով ճաշ էփել, ծերուկ հարևանին է տարել, կամ բոլորն որ կարողացել են։ Այո, ուղղակի հիմա կյանքը այնպես փոխվեց, որ արդեն այդ մշակույթ դարձավ դա ինչ որ, չէ՞։ Այդ միջոցները հարևան, այդքան չեն, հիմա ավելի մենք փորձում ենք որպես անհատներ եւ որպես կազմակերպություններ ավելի ֆորմալ առումով բարեգործություն անել եւ դուք դա տեսնում եք փաստորեն, որ այդ կորպորատիվ պատասխանատվությունը միգուցե, հա։ Այո, ամեն տարի տեսնում եմ, օրինակ հենց այս ժամանակ համարյա ամեն օր տարբեր կազմակերպություններ գալիս են օրան նվերներով, կազմակերպություններ կան, որ շատ լուրջ են վերաբերվում, իրենք երեխաներից առաջ նամակ են ուզում, թե ձմեռ պապուց ինչ նվեր են ուզում, գնում են այդ նվերներն են գնում, ուզում եմ ասեմ շատ մեծ հոգատարությամբ են անում, ոչ թե այսպես ուղղակի անունի համար։ Ես երբ օրանի մասին ֆիլմը նայում էի, այդ 25 տարիների աշխատանք, մտածում էի, որ փաստորեն անխափան աշխատել եք 25 տարի, այսինքն անընդհատ ունեցել եք այդ ֆինանսական հոսքերը, որպեսզի կարողանաք այստեղ այդ աշխատանքը անել։ Ինչպես է դա ձեզ հաջողվել, այդ որ այդ թելը չի կտրվել երբևէ, եւ հիշեցի մեր նախնական զրույցում էլ ասացիք, որ երբևէ որևէ մեկից ֆինանսական աջակցություն դուք չեք խնդրել։ Այդ դեպքում ո՞րն է ձեր հաջողության, այդ ֆանդրայզինգի հաջողության գաղտնիքը։ Ես երբեք ոչ մեկին չեմ ասել, կարող եք դրամական օգնություն ցուցաբերել Օրանին։ Մարդիկ իրենք են անում եւ ինչն է գաղտնիքը, ես դա կասեմ։ Առաջինը թափանցիկությունը։ Պետք է ամեն
ծախսերը, օգնությունները թափանցիկ լինի։ Երբ որ մեկը քեզ օգնություն է տալիս, կարող է ինքը չի ասում, բայց ինքը իր մտքի մեջ մտածում է, արդյոք այդ օգնությունը տեղ հասավ, ճիշտ մարդու հասավ, ուրեմն այդ թափանցիկությունը շատ կարևոր է։ Երկրորդ, մարդիկ պետք է տեսնեն քո աշխատանքի արդյունքը։ Դու պետք է կարողանաս մարդկանց ցույց տաս, որ գիտեք, այդ օգնությունը, որ տվեցիք, նայեք, այս օգտագործվեց։ Երրորդը, շատ աշխատասեր պետք է լինես, այն առումով, որ յուրաքանչյուր նվիրատուի հետ շատ մեծ աշխատանք ենք տանում։ Եթե նվիրատուն դրա մտվել է, որ երեխային կոշիկ առնե, կոշիկը գտնում ենք երեխային հագցնում, նկարում եւ նվիրատուն հաշվետու ենք լինում, որ երբեք հարց չլինի։ Նաեւ ասեմ, որ օրան այն քիչ կազմակերպություններից է, որ առաջին հիմնադրված օրից մենք պրոֆեսիոնալ օդիտ ենք անցնում։ Մենք մեծ գումարներ ենք վճարում ամեն տարի միջազգային օդիտի համար, որ գան, ստուգեն մեր հաշիվները եւ գիտեք ինչ խիստ են իրենք լինում եւ ներկայացնենք դա մեր դոնորներին։ Իսկ մնացածը Աստված է անում։ Երբ որ դու անում ես քո մասը, մնացած մասը Աստվածանում, ասում դու հոգնյարա, ես եւ լինում է, գիտեք, իսկապես այնպես աշխարհի ծայրից չլսված օգնություն, աջակցություն, ուղղակի չսպասված տեղերից են գալիս։ Շատ լավ է, Աստված այդպես էլ շարունակվի։ Եվ օրանի մոդելին կցանկանայի անդրադառնալ, դուք քանիցս ասել եք, որ դա մանկատուն չէ օրանը, եւ այստեղ երեխաները նախ տաքսնունդ են ընդունում եւ նաեւ տարեցները, երեխաները դասապատրաստում, ուրախ-առօրյա խմբակներ, այս տարիների ընթացքում գիտեք ինչ հիշեցի, վերջին շրջանում մենք շատ վատ դեպքերի մասին ենք լսում, որ հենց ընտանիքներում է խնդիրը առաջացել, իսկ օրանը օրինակ ասում է, որ մենք գործ չունենք ընտանիքի հետ, երեխան պիտի մեծանա ընտանիքում, մենք ուղղակի աջակցում ենք այս կարևոր հարցերում։ Արդյոք հարց չի առաջացել ձեզ մոտ, որ գուցե ընտանիքին պետք է ընտանիքի հետ աշխատանք տարվի այդ ագրեսիան մարելու համար։ Դուք ճիշտ եք, որ ընտանիքի հետ անպայման աշխատանք պիտի տարվի եւ ինչ որ առումով մենք աշխատում ենք, մեր հոգեբաններն են աշխատում, ուսուցիչները ընտանիքի հետ աշխատում են։ Բայց ասեմ դες ընդհանրապես բացառությամբ Արցախի երեխաներին, Արցախից եկած երեխաների, ընդհանրապես Հայաստանի երեխաները գալիս են միայնակ մայրիկների ընտանիքներից եւ սրանք մայրիկներ են, որ կամ առողջական լուրջ խնդիրներ ունեն, կարող են մտավոր խնդիրներ ունենան նաեւ եւ իրենց հետ ավելի հեշտ է աշխատել այն առումով, որ իրենք լսում են, իրենք մի դուր կա, մի տեղ կա, որ իրենց ուզում է օգնի եւ իրենց հետ աշխատելը շատ ավելի հեշտ է լինում։ Արցախի երեխաները մի փոքր տարբեր են, որտեղ իրենք ընդհանրապես ունեն մայրիկ-հայրիկներ, իրենք շատ լավ են ապրել, իրենք շատ կրթված են, իրենց վրայից երևում է, որ իրենք լավ սնված են, լավ առողջ են, բայց կյանքի բերումով իրենք հիմա այստեղ են ասել եւ ոչինչ չունեն եւ իրենց հետ իսկապես մեկ այլ հարթության վրա է եւ հաճելի է շատ աշխատել, որտեղ արդյունքը շատ արագ է տեսնում։ Ասեմ, որ իրենք շատ խելացի երեխաներ են, շատ պայծառ երեխաներ են, այո։ Ու իրենց ընտանիքներն են շատ արժանապատիվ։ Գիտեք, տարբեր ընտանիքներ կան, որ կարող ես օգնես տարիներով եւ իրենք չեն կարողանում վեր բարձրանան։ Ընտանիքներ կան, որ մի փոքր օգնում ես, մի քանի ամիս իրենք արդեն օրանի պետք չունեն, իրենք իրենց կյանքը շարունակում են։ Ինձ թվում է օրանի կարևորությունը այն է, որ օրանը ֆիզիկապես լինի այդտեղ լինի մի դուռ, որ մարդ իմանա, եթե շատ կարիքի մեջ է, ինքը կարող է այդ դուռը թակել եւ ինչ որ օգնություն, ինչ որ մեկը իրեն կլսի, եթե ոչինչ կոնե կկարեկցի։ Մարզերում ունենք այլ ծրագիր, մարզերում ունենք երիտասարդների համար ծրագիր, ուր մենք արհեստներ ենք սովորեցնում, որպեսզի իրենք աշխատանք ունենան եւ մինչ այսօր 1400 երիտասարդներ տարբեր մարզերում սովորել են արհեստներ, կարողանում են հիմա իրենց քրտինքով իրենց աշխատանքը ապրել։ Շատ կարևոր է իհարկե հետագայի համար հիմք եք դրել։
Տիկին Արմինե, եւ երբ ծանոթանում էի ձեր այդ 25-ամյակի միջոցառումներն էին այում, երեխաների խոսքն էի լսում, որովհետեւ երբեմն երեխայից ավելի շատ բան կարող ես իմանալ, չէ՞, արդյունքի այնտեղ երեխաներից մեկը ասաց ձեր կերպարի մասին էր խոսքը, ասում էր, երբ լսում եմ կոշիկների կտկտոցը Արմինե Հովհաննիսյանի եւ ժպիտով մտնում է դասարան, այդ կտկտոցը շատ բանի մասին է խոսում, այս ձեր մշտապես հարդարված կերպարը ինչպես է ձեզ հաջողվում միշտ այդպեսին մնալ։ Իմ մամաս 80-անց է եւ մինչեւ այսպես բարձր կոշիկներ ակնում եւ այդ կտկտոցը հենց իրենից ենք լսում։ Գիտեք, ես շատ սիրում եմ որ կինը կանացի լինի։ Ես կարծում եմ ուժը կնոջ կանացիության մեջ է հենց եւ կանացիության մեջ է եւ դրանք պետք է միասին ներդաշնակ լինեն ոչ թե միմյանց խանգարեն ես կարծում եմ որ ինչ որ առումով ես կարող եմ ուժեղ կին լինել եւ կառավարել օրանը եւ հազարավոր մարդկանց օգնել բայց միևնույն ժամանակ ես սիրում եմ կանանցի լինել իսկ ունեք կերպարներ որոնցով ոգեշնչվում եք չգիտեմ դերասանուհի, քաղաքական գործիչ, որ ձեզ համար շատ վատ եմ, շատ մեծ դերասանուհի պիտի լինի կամ շատ մեծ երգչուհի, որ ես նույնիսկ անունը իմանամ։ Այդ ասպարեզում չկամ, երգիչներ, բայց հայաստանյան մշակույթի մեջ շատ սիրում եմ մշակույթի մարդկանց շատ շփվում ենք իրենց հետ, մենք տարբեր ներկայացումներ ենք չէ՞ մշակութային միջոցառումներին եւ հրավիրվում ենք տարբեր տեղեր եւ հարստանում ենք այդ մշակույթով։ Շատ լավ։ Հիմա ձեր զույգի մասին խոսենք, ձեզ մոտ կարծես դերերը հստակ բաժանված են։ Պարոն Հովհաննիսյանը քաղաքականության մեջ է, դուք օրանում եք եւ ինձ հետաքրքիր այ որ հետո տուն եք գալիս օրվա վերջում, ով է ում խորհուրդներ տալիս, ով է ում գործի մեջ ավելի խառնվում։ Համարյա իրար գործի մեջ չենք խառնվում եւ շատ ավելի քիչ ենք կիսվում, քան մարդիկ կարծում են։ Ինչու, որովհետև առաջինը ժամանակը շատ քիչ է, երկրորդը որովհետև արդեն հոգնել ենք օրվա մեջ շփվելու մարդկանց հետ խոսելու, եթե ինչ որ մի բան մտահոգում է կարող ենք կիսվել իրար հետ, բայց ընդհանրապես մինչև երեխաների մասին ենք խոսում, մինչև խոսում ենք ուր գնացինք, ինչ եղավ, այսպես արդեն ժամանակը սպառվել է, հիմա էլ մի նոր հոբի ենք սկսել ես եւ ինքը, քնելուց առաջ բան ենք խաղում ինչպես են ասում crossword puzzle Հա, crossword է։ Եվ ամեն ինչ գործից բացի, հա։ Հա, որովհետև գիտեք, իսկապես արդեն սպառված ենք տուն գալիս։ Եվ այդուհանդերձ, ասենք հիմա քաղաքական նոր շրջան է կարծես թե հասունանում եւ պարոն Հովհաննիսյանը արդեն իր խոսքը լսում ենք, նորից լսում ենք, որովհետև երկար ժամանակ լուր էր։ Այ օրինակ այս հարցերում ձեր խորհուրդը նրան որն է։ Դուք չեք ասել մի մտի քաղաքականություն կամ հակառակը Երանի որ ինձ լսի ու չմտնի քաղաքականություն, բայց անշուշտ ես դա իրավունքը չունեմ ասելու եւ ինքն էլ չի լսի որ ասեմ ինքը իր որոշումը կընդունի ինչ էլ որ դա լինի ընդհանրապես շատ խորհուրդներ չենք տալիս իրարու որտեվ իսկապես լրիվ վստահ ենք միմյանց եթե ինքը որոշում է ընդունել ուրեմն ինքը գիտի ինչ է անում ինչպես է ուզում շատ չենք խառնվում բայց կարող ենք օգնել միմյանց ես հաստատ չեմ կարող անել այդ բոլոր հսկական աշխատանքը օրանի եթե չլինի Ռաֆին չլինի իր ներկայությունը շատ տեղերում իր շրջապատը չլինի իսկ քաղաքականության մեջ իսկապես շատ չեմ խառնում որտեվ ինձ համար դուրեկան ասպարեզ չի։ Ոլորտ չի, բայց դուք ուզում եք, որ ձեր ամուսինը այնուամենայնիվ փորձի ինչ-որ բան փոխել։ Ես ուզում եմ, որ իմ ամուսինը եթե կարող է ճիշտ օգտագործվի իր պոտենցիալը, օգտագործվի հանուն Հայաստանի բարօրության, բայց միշտ չէ որ այդ պոտենցիալը օգտագործվում է եւ ինչքան մարդիկ գիտենք որ ինչքան խելացի են, ինչքան կարող են
եւ չի օգտագործում իրենց եւ հակառակը մտնում ես տարբեր կառավարական ինստիտուտներ, մտնում ես նույնիսկ մասնավոր այնքան սխալ մարդիկ են սխալ տեղերում եւ գիտեք շատ ցավում եմ, բայց այս օրերին ամեն ինչ փորձվում է աղտոտել, մարդկանց անունները աղտոտել, ինչ որ պատմական իրադարձությունները դրժել եւ իսկապես դրա համար եմ ասում մի քիչ առաջ չգիտենք ուր ենք գնում։ Ինձ թվում է մենք միտեղ ենք հայտնվել, որ բոլորս կորցված ենք զգում եւ ես շատ վատ եմ զգում դրանից, որտեղ մարդիկ կան, որ նայում են քեզ որպես հասարակական գործիչ, հանրային գործի, ասում են ինչ պիտի լինի ու դու չգիտես ինչ պիտի լինի եւ չգիտես ինչ պատասխան տաս այս մարդկանց Ահա կարող ենք բացատրել, գիտեք, 15 թվականին ջարդ ունեցանք, նայեք այդքան մարդ կորցրինք, բայց մենք կարողացանք, նայեք 100 տարվա մեջ մենք երկիր ստեղծեցինք, մենք աշխարհով մեկ ինչ անունով մարդիկ, ինչ կարողություններ ավնեցինք, մենք այս դժվարություններն էլ կանցնենք, բայց այդքան էլ չի ստացվում, չէ՞, այդպես ասել ու գնալ առաջ։ Ինչքան էլ որ փորձում ես լավատես լինել, ինչ որ միտեղ այդ ցավը զգում ես, մտահոգությունը։ Իսկ եղել է ձեզ մոտ ափսոսանք, որ 2018-ին միացաք այդ շարժման ու այն մեծ փոփոխությանը, որը Գիտեք, Հայաստանի չեմ ցավում, որովհետև այդ ժամանակ ճիշտը դա էր։ Այդ ժամանակ պետք էր փոփոխություն, այդ ժամանակ պետք էր մի հատ այսպես շարժվեին, բայց մենք չգիտենք ինչի մեջ, մենք ուզում էինք փոփոխություն, մենք ուզում էինք լավ փոփոխություն, մենք հավատում էինք այդ կոչերը, որ գալիս են, մենք հավատում էինք հազարավոր մարդիկ, որ դուրս եկան հավատում էինք այս ամեն ինչին եւ ես չեմ կարծում որ այդ ժամանակ կոնե այսպիսի ծրագրեր կային կարող է կային ես չգիտեմ բայց հաստատ չենք տեսնում որ այսօր այստեղ կլինենք 7 տարի անց կլինենք այսպես քրիսիսի մեջ ուր դպրոց եկեղեցի կրթություն ամեն ինչ խառնվել է եւ չես հասկանում արժեքներ, հա, ամեն ինչ այնպես է խառնվել, որ այո, միայն մնացել են այն լավ հին ընկերները, մարդիկ, որոնք կայուն դեռ սիրում են հայրենիքը, դեռ հողի վրա պինդ կանգնած են եւ մենք ենք որ միմյանց ուժ ենք տալիս։ Այո, մեր այս զրույցների նպատակն էլ այն է, որ այսպիսի մարդկանցով գտնենք միմյանց, իրար ուժ տանք խոսքով, միասին ճշտենք, նորից ճշգրտենք մեր արժեքները, որոնք են, որ հանկարծ չշեղվենք դրանցից ու շարունակենք ապրել, որովհետև շատ լավ գործ եք անում Ալինա, եւ իսկապես պետք է, որտեվ ես միշտ ասում եմ, բարի ու լավ մարդիկ շատ են, եւ հիմա էլ հայրենասերներն էլ եւ երիտասարդների մեջ էլ ուղղակի մենք պիտի գտնենք մեր ուժը միմյանց պահելու, միմյանց հետ աշխատելու եւ այս չարությունը վանելու, որտեվ չարություն է մտել մեր մեջ եւ այդ պետք է կարողանանք ուղղակի վանել այդ չարությունը եւ մեր ճանապարհը շարունակել, մեր ճանապարհը արդար է, մեր ճանապարհը ուղիղ է եւ լուսավոր է եւ մենք պետք է բոլորս այդ ճանապարհի վրա շարունակենք իրար ձեռք բռնելով։ Շատ լավ։ Եվ ես ուղղակի հիշեցի, երբ ուսումնասիրում էի ձեր վերջին շրջանի գործունեությունը, ձեր ընտանիքի, հանկարծ հանդիպեցի ձեր սկեսրարի, ձեր Գերդաստանի մեծոր Ռիչարդ Հովհաննիսյանի խոսքերին, ով ցավոք 2 տարի առաջ ինձ հրաժեշտ տվեց, ասել էր Երանի չապրեի ու չտեսնեի այս երրորդ հանրապետության կործանումը։ Ուղղակի այդ վերջին օրերը իր ինչպիսին էին։ Գիտես, դժբախտաբար մենք իր մոտ չէինք, բայց ինքը իսկապես շատ մտահոգ էր, շատ վերջի տարիները եւ մտահոգ էր եւ տխուր էր եւ հետաքրքիր է որ ես անցյալ օրն էի հենց ասում որ ինչ լավ է որ հայրիկը չկա, որ այս տեսնի, գիտեք ամեն օր որ քեզ թվում է այլևս ամեն ինչ տեսանք, ամեն ինչ վերջացավ, ավելի մի ցավալի իրադարձություն ենք տեսնում, այս եկեղեցի հետ կապված ուղղակի ցավալի եւ չգիտեմ, բայց ուրախ եմ, որ ինքը չտեսավ այսքան
վատ վիճակը Հայաստանի, բայց ուզում եմ լավ բանով վերջացնենք մեր խոսակցությունը, ասելով որ 5 տարի է թողնենք մեր ցավերը, մեր չարությունները, մեր մտահոգությունները անցյալ տարում եւ մտնենք նոր տարի այն որոշմամբ, այն տոկունության, որ մենք պիտի հաղթահարենք այս դժվարությունները, մենք պիտի շատ լավ հայրենիքը շարունակենք կառուցել, մենք հայրենասիրությունը ետ պիտի բերենք մեր սերնդներին եւ պիտի լավ ապագա կերտենք մեր երեխաների համար։ Իհարկե լուսավոր ավարտենք միանշանակ, որովհետև այս զրույցների նպատակն էլ հասնելն է այդ լուսավորությանը։ Գնանք մեր եկեղեցին, վառենք մեր մոմերը, անենք մեր աղոթքները։ Եւ ես ուղղակի ավանդական հարց ունեմ, որովհետև ոդկասթի վերնագիրը այդպես էլ կոչվում է ընտրելով Հայաստանը, որովհետև մենք ժամանակ առ ժամանակ ընտրում ենք Հայաստանը։ Ինչու ընտրել Հայաստանը։ Այ ամենակարևոր արժեքները, որոնք են։ Ինչու, որովհետև իմն է, որտեղ դա ես եմ, որտեղ Հայաստանում եմ, որ ես լիարժեք եմ զգում, որ ես եմ։ Այդ նույնը ինչ որ ասես, ինչ ընտրես քո մայրիկին, հայրիկին եւ ոչ թե մեկ այլ ուրիշ կարող է ավելի գեղեցիկ, ավելի կրթված, ավելի հարուստ, որտեղ դա է քոնը, իսկ Հայաստանը մերն է։